Բելգիայում հաստատված հայերի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 11-րդ դարի սկզբին, սակայն Բելգիա-հայ գաղութը ձևավորվել է միայն 19-րդ դարի 20-ականներին։ 1970-ականներին հայերի մեծ հոսք է եղել Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից, Իրանից, իսկ 90-ականներից նաև Հայաստանի Հանրապետությունից։ Ներկայումս Բելգիայի թագավորությունում ոչ ճշգրիտ տվյալներով 30,000 հայ ապրում, որոնք հաստատվել են Բրյուսելում և Անտվերպենում։ Արցախյան պատվիրակության այցի առաջին օրվա ծրագրում նաև Բակո Սահակյանի հանդիպումներ հայկական համայնքի հետ։ Հայտուն կենտրոնում Բրյուսելը հայերը հավաքվել էին լսելու Արցախի ղեկավարին ու իրենց հուզող հարցերն ուղղելու նրան։ Գրեթե 3 ժամ տևած հանդիպումն անմիջական մթնոլորտում է ընթացել։ Համայնքին հուզող թիվ 1 հարցն, ինչպես եւ ենթադրելի էր, Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիային ու նրա հետևանքներին էր վերաբերում։ Սփյուռքը մտահոգ է միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքով։ Բակո Սահակյանն առիթը եւս մեկ անգամ օգտագործելով իր երախտագիտությունն է հայտնել լսարանին Արցախի դժվար օրերին սատարկանգնելու համար։ Մեր սփյուռքի քույրերը եւ եղբայրները միշտ եղել են Արցախի հետ եւ այս վերջի իրադարձությունների ժամանակ մենք նույնպես զգացել ենք եւ այսօր էլ զգում ենք, որ դուք բոլորդ այդ նույն բանակի մասն եք կազմում։ Նախագահը ներկայացնելով ստեղծված իրավիճակի համապատկերն ընդգծել է, որ փորձության ժամին համահայկական համախմբումը լրացուցիչ ազդակ է եղել ադրբեջանական սադրանքը տապալելու համար, սակայն կարևոր է միասնությունը գործուն լինի նաև ոչ միայն վտանգի ժամին։ Միասնությունը մեզ անհրաժեշտ է ոչ միայն 4 օրվա ընթացքում։ Մեզ ամեն օր է պետք միասնական լինել։ Միայն ռազմաճակատում միասնական լինելը բավարար չէ։ Պետք է ամբողջ ճակատով մեկ միասնական լինել։ Միայն այդ դեպքում է հնարավոր լինելու հաջողություններ արձանագրել թե արտաքին եւ թե ներքին ճակատներում, իսկ որ մարտահրավերները բազում են, գաղտնիք չէ ոչ հայրենիքին, ոչ էլ սփյուռքին, ընդգծել է Բակո Սահակյանը։ Ներկաների հարցերի գերակշիռ մասն առնչվում էր Արցախյան հիմնախնդրին ու նրա հանգուցալուծմանը։ Արցախի նախագահը Բրյուսելում ապրող համայնքի համար եւս մեկ անգամ վերահաստատել է Արցախյան հստակ դիրքորոշումը։ Առանց Արցախի հանրապետության անմիջական մասնակցության այս հիմնախնդիրը չի կարող լուծում ստանալ։ Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր ներգրավված են բանակցային գործընթացում, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահ երկրները, դրանք համամիտ են այդպիսի մոտեցման եւ այդպիսի պահանջի հետ։ Նախագահը խոսել է նաև Արցախի ներքին կյանքին վերաբերող հարցերի շուրջ եւ ընդգծել, թե ինչու ժողովրդավարական ուղին նախընտրելի ճանապարհ է հայկական երկրորդ հանրապետության համար, որը նաև հեշտ ճանապարհ չէ, բայց այն կայացնելու համար օգնում է Արցախյան հաստատակամությունը։ Մենք միշտ բարձրաձայնել եւ այսօր էլ բարձրաձայնում ենք, որ շահագրգռված ենք Եվրոպայի հետ անհրաժեշտ հարաբերություններ կառուցելու եւ այդ ուղղությամբ այս վերջի տարիների ընթացքում իրականացրել եւ շարունակում ենք իրականացնել հետեւողական քաղաքականություն։ Նախագահի ձևավորած անմիջական մթնոլորտում ներկաները նաև Արցախում տեղ գտնող ոչ ցանկալի երևույթների մասին անկեղծորեն խոսեցին։ Բակո Սահակյանը տվեց բոլոր հուզող հարցերի սպառիչ պատասխանները։ Շատ մեծ եմ գնահատում իր աշխատելավոճը ու շատ ուրախ եմ։ Լավ դպավորություններից է, իրեն հարազատ պատասխաններում, իր համբերությանը, որ գցան նույնիսկ քննադատողներուն առանց բացարձակապես փաստացնելու, հասկացնելու իրականությունը ինչ որ է Ղարաբաղի իրականությունը։ Այս հանդիպումից շատ տպավորված եմ, որովհետև պարոն նախագահը իրոք շատ ժամանակ տրամադրեց բոլոր հարցերին մեծ կարևորություն տալով, ցանկացած հարց, որ մեզ թվում էր պատասխան չի ունենա, կամ ասենք խանգարի միտինգի ընթացքը, նման բան տեղի չունեցավ։ Ես ուղղակի զարմացած եմ։ Շատ մտերմիկ եւ կարելի ասել բարեկամական հանդիպում էր նախագահի հետ։ Ես առաջին անգամ եմ իրեն հանդիպել եւ իրոք եմ ասեմ շատ տպավորված եմ, որ կարող է քաղաքական այսպիսի հարցերի շրջանակներում ստանալ բավական եւ բավարար պատասխաններ եւ իրապես հանգիստ սրտով գնանք տուն։ Ներկաները տևական հանդիպումից հետո էլ դեռ երկար չէին ուզում հրաժեշտ տալ Արցախի նախագահին, անհատական ու խմբային լուսանկարվելու առանձին զրույց ունենալու ցանկությունները բոլորի մոտ մեծ էին։ Մեր ռեդակցիան Մայր Մկրտչյան, Բրյուսելից օրցրագրի համար։ Դիալիզի բաժանմունքը գործում է 2006 թվականից։ Այն ժամանակ բաժանմունքն ուներ ընդամենը 2 սարք։ Տարիների ընթացքում բաժանմունքը համալրվել է նոր սարքավորումներով, դրանց թիվը հասցնելով 11-ի։ Business Medical Care լիդերներից մեկն է աշխարհում։ Դա 180 երկրներում իր ներկայացությունն ունի, այն թվում եւ Հայաստանում 2005-7 թվականից է սկսվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի հետ հարաբերությունները, հիմ
բաժանմունքը կար, փոքր, համա պատասխան, երբ նոր շենքը արդեն կառուցվեց, նոր սարքավորվում էր, վերբերվեցին ինչ-որ մասը Եֆրեզյանուսն է տրամադրել և բոլոր մանտաժը արված է մեր կողմից։ Այս սարքավորումները ուրիշ ձև կոչվում են արհեստական երիկամ սարքավորումները, որոնք քրոնիկական երիկամային անբավարարությունով տառապող հիվանդների եւ հնարավորություն են տալիս ապրել, երկարացնում են կյանքը եւ բարձրացնում են կյանքի որակը։ Իհարկե դիալիզի սարքերը հավերժ չեն եւ դրանք կորցնում են իրենց արդյունավետությունը, ուստի ժամանակ առ ժամանակ նոր սարքավորումների անհրաժեշտություն է առաջանում։ Նախարար Կարինե Աթայանի խնդրանքին անմիջապես արձագանքել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Այսօր երկու սարքավորումը արդեն տեղադրված են բաժանմունքում եւ պատրաստ են շահագործմանը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստան համահայկական հիմնադրամին, ողջ սփյուռքահայությանը, մշտական մեզ օգնության ձեռք մեկնելու համար։ Դիալիզի բուժման գործողությունը ամբողջական է ջրի մաքրման կայանի, ջրի մատակարարման համակարգի հետ միասին։ Տեղական ջուրը մաքրման մի քանի փուլեր անցնելուց հետո միայն փոքրիշատե պիտանի է դառնում բուժման գործընթացի համար, ասում է բաժանմունքի վարիչը։ Հեմոդիալիզի անհրաժեշտություն է առաջանում այն դեպքում, երբ մարդու երիկամներն այլևս չեն գործում։ Посещают процедуры 3 раза в неделю по 4 часа. Հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում շաբաթը 3 անգամ 4 ժամով եւ այն տևում է ողջ կյանքի ընթացքում։ Միայն երիկամի փոխպատվաստման դեպքում հեմոդիալիզի անհրաժեշտությունը վերանում է։ Не нуждаются в лечении гемодиализа. Գոհար Ռուստամյան, Միրուժան Հարապետյան, օր